Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս մենի զրուցում քաղաքագետ Տերենիկ Մալխասյանն է, շնորհակալ եմ Տերենիկ վերաբերելու համար։ Օրը բացվեց տագնապալի լուրով Նիկոլ Փաշինյան, ինչպես եւ սպասելի էր, որ Էջմիածնի Արշապատ խոշորացված համայնքի ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի սկզբի պետք է հարցակում գործի եկեղեցուությամբ, աստորեն ըստ 24 նյուզի տեղեկությունների այդ Արամ Ասատրյանի Հովանավանքի հոգևոր հովվիդերը տանող տղայի ցուցմունքի հիման վրա բերման է ենթարկվել, ձերբակալվել է նա Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի Եվս 5-6 հոգևորականներ, այո։ Մենք ասում ենք մեր նախորդ վերլուծությունների մեջ էլ ասում ենք Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնի եկեղեցուն հարվածելու, այս կազմաքանդելու գործից եւ միամիտ են բոլոր նրանք, որ կարծում էին, թե Նիկոլի հետ կարելի է պայմանավորվել։ Այո, եւ պայմանավորվել եւ կարծում էին, թե Նիկոլ Փաշինյանը կբավարարվի Բագրատ եւ Միքայել Սրբազաններով եւ կհամարի, որ եկեղեցուց իր վրեժը լուծել է, հիմա արդեն ատամը ցույց է տվել, բոլորն իրենց տեղում են, ասում ենք ոչ, Նիկոլ Փաշինյանը շարունակելու է եկեղեցու նկատմամբ այս հակաաստվածային գործողություն։ Նիկոլ Փաշինյանը պիտի քանդի այն եկեղեցին, որը կա։ Նիկոլ Փաշինյանը պիտի ենթարկեցնի իհարկե ոչ Աստծո տունը, բայց եկեղեցին որպես կառույց, Հոգևորականներ, այո, որպես խնդրեմ քո վերլուծությունները, ինչեւ ուր կարող է գնալ Փաշինյանը։ Կարող է ձերբակալել բոլոր հոգևորականները։ Հա, ինչ խնդրեմ ընդհանրապես ընդդիմադիր հոգևորականներին, այսինքն ընդդիմադիր հայացք ունեցող հոգևորականներին։ Որից դուք ասացիք, որ առավոտը սկսվեց տագնապալի լուրով, իսկ Հայաստանում որ առավոտը անտագնապ է սկսվում։ Նու այն օրերին, որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ։ Չէ, այդ օրերն էլ սպանություններ, դանակահարություն, գնդակահարություն, մահեր, այսինքն Հայաստանը դարձել է 24-ժամյա ռեժիմով տագնապալի լուրերի երկիր։ Դա ներքին անվտանգության փլուզման մասին է խոսում, երբ հանցագործության մակարդակը աճում է, հակառակ այն բանի, որ ոստիկանների թիվը Նիկոլ Փաշինյանը պատմական մաքսիմումի է հասցրել։ Այն Նիկոլ Փաշինյանը, ով հիշում եք, չէ, հոդվածներ էր գրում ոստիկանապետություն եւ այլն, ոստիկանների թիվը նախկինները շատացրել են, այս են արել, բայց իր օրոք ինքը պատմական մաքսիմում է սահմանել ոստիկանների թվի աճով եւ իրավապահ համակարգի աճով։ Եվ այդ իրավապահ համակարգը հիմա ինքը ծառայեցնում է սեփական իշխանությունն ամրապնդելու, սեփական իշխանությունը վերարտադրելու համար համապատասխան հիմքեր ստեղծելու համար։ Եվ հա, ճիշտ նշեցիք, որ մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ այս մեքենան կանգ չի առնելու, իրավապահ համակարգը, ոստիկանություն, չգիտեմ, ԱԱԾ, մնացած բոլոր այդ վինդիկները, այդպես ասեմ, որոնք աշխատում են Նիկոլ Փաշինյանի տակ, ինքը աշխատեցնում է հնարավոր բոլոր դիմադրության օջախները լրացնելու համար։ Եկեղեցին, ինչպես նշեցինք, ամենակարևոր ինստիտուտն է, ազգային ինքնության, այսպես բաղկացուցիչ մաս կազմում, որ արյան հետ է մտած, հա, որպես ինքնություն հայի, եւ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հարձակումները հենց այդ ուղղությամբ է, որպեսզի այդ առանցքը կազմաքանդի։ Կազմաքանդելուց բացի նաև միակ կառույցն է մնացել ինստիտուցիոնալ առումով, որը դիմադրում է Նիկոլ Փաշինյանին, այսինքն հլու հնազանդ չի անում այն, ինչ անում է, ասենք, իրավապահ համակարգը։ Դա Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս, առավել եւս վաղաշաբաթի ընտրություններից առաջ ինքը ուզում է ցույց տալ, որ տեսեք, դուք ինձ քննադատում եք եկեղեցու նկատմամբ հարձակումների, հոգևորականներին ձերբակալելու, եւ ես այստեղ ձայներ ունեմ։ Ես կարծում եմ, այնտեղ ինքը քվե չունի, ընդհանրապես չէ, այսինքն իշխանություն ձևավորելու չափով ազատ քվեներ չունի, այլ բանեզեղ ծառայություններ, չգիտեմ, լցոնումներ, կաշառք եւ այլն, դա ես ենթադրում եմ, որ կարող է լինել,
բայց ընդհանուր առմամբ այս վաղաշաբաթի ընտրություններից առաջ փորձում է ցույց տալ, որ հասարակությունը ինձ աջակցում է այս այլանդակ ավտորիտար նկրտումների պայմաններում։ Եվ մեկ հետաքրքիր փաստ անաստվածություն ասեցիք, հա, այդ իր քաղաքականությունը։ Իմիջիայլոց բոլշևիկների առաջի տարիներին 30-ականներին իրենք տպում էին անաստված թերթը, որտեղ ծաղրում էին հոգևորականներին, հայոյում էին, եկեղեցուն սևացնում էին։ Ես խորհուրդ եմ տալիս ԿՊԱ-ականներին, օրինակ կազմակերպել մի հատ ժուրնալ հրապարակեք։ Հայկական ժամանակը կա էլի։ Աննը փոխեն, ասենք դնեն անաստված հայկական ժամանակի ու նման Տեր Արամին, Տեր Արամ, հա, Տեր ես չեմ էլ Ես էլ չեմ կարող այդ բառը ասել։ Հա, Արամին, հա, նշանակեն խմբագիր այդ անաստված ժուրնալում հայկական ժամանակ կոչվող, որպեսզի այդ ամբողջանա, հա, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Իրոք Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնում։ առնում։ Ասեմ, որ նոր քիչ առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Տեր Արամի խոսքերի հիման կներես Արամի, հա։ Այս Արամի խոսքերի հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դանիել Լեոնիսյանը։ Հա, հասկացա։ Դե հասկանում եք, այսինքն հավաքվել են այդ կեղծ հոգևորականները կամ հոգևորականի անվան կեղծ իրավապահ անբարոյականություն իրականացնողները, սորոսականները, Նիկոլի ձեռնասուն այդ ԱԾՄ այդ մնացած կառույցները եկեղեցու հարցերն են։ Այստեղ իրենք միասնական են։ Ապա բնական է, իրենք նեոբոլշևիկներ են, ես պատահական չասեցի 30-ականները 1900, որովհետև այն ժամանակ մոլեգնում էր նեոբոլշևիզմը, որը տարբերվում էր ստալինյան քաղաքականությունից այս սկզբնական շրջանում տրոցկիստների եւ այլն, որոնց հիմնական նպատակը գլոբալիզացիա, ընտանիքի կազմաքանդում, եկեղեցու կազմաքանդում, արժեհամակարգերի կազմաքանդում, որոնք համարում էին նախկին։ Հիմա սրանք նեոբոլշևիկներ են։ Նիկոլ Փաշինյանը այդ նշածը անձը, որը իրեն իրավապաշտպան է կոչում, Արամը 30-ականներին կարծում եք չկային Արամներ գործ տվող, ասենք իր հոգևոր եղբայրների վրա գրող լիքն էին, բայց այդպես էր ձևավորում, այդպես էր աշխատում բռնաճնշումների մեքենան։ Հիմա նույն բանը, կոպիտ ասած, Նիկոլ Փաշինյանը 30-ականների բռնաճնշումներից կոպի փեստ է անում։ Ուղղակի դեռևս սահմանափակվում է ձերբակալություններով։ Դերնիկ, դու ասում ես եկեղեցին դիմադրում է։ Դու ասում ես եկեղեցին դիմադրում է։ Բայց տես, հիմա մենք մեր խոսքում։ Չէ, որոշ հոգևորական մենք մեր խոսքում Արամին արդեն կարգալույց են կարել։ Տերով չենք ու ցանկացած adekvat մարդ այդ գործ տվողին այլևս այդ ձևով չի դիմում, չէ՞։ Մեղք է։ Հա, բայց եկեղեցին ինչի չի կարգալույց անում։ Եկեղեցի ասելով նկատի ունեմ կաթողիկոսին։ Ես չեմ կարող ասել, հավանաբար ինչ որ մտավախություններ ունեմ, որ կարգալույց անելուց հետո եւս մի 10 քրեական գործ կհարուցվի իրենց վրա, տարբեր սրբազանների վրա, կաթողիկոսի վրա։ 10 քրեական գործեր հարուցվելու է։ Խնդիրն այն է, որ շատերը մտածում են, այստեղ եկեղեցու մասին չէ խոսքը, էլի հոգևորականների, այլ այն մարդկանց մասին է, ովքեր մտածում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ կարելի է պայմանավորվել։ Հարգելիներս, ես նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել հնարավոր չէ եւ յուրաքանչյուր պայմանավորվածություն ավարտվելու է առնվազն բանտարկությունով, առնվազն մի քանի ամիս, եթե չասենք մի քանի տարի։ Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը նման գործողություններ է անում, տպավորություն է ստեղծում, որ լավ, ասենք 5 հոգևորական, մի սրբազան, հենց հիմա ձերբակալում ես այս խառը իրավիճակում, դա ասենք հանրային դժգոհություն պետք է առաջացնի, չէ՞։ Բայց Նիկոլ Փաշինյանի քայլերի մեջ որոշակի վստահություն կա եւ պետք է հասկանալ, թե այդ վստահության աղբյուրը որտեղից է գալիս։ Այդ ամենակարևորն է, հասկանում եք։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց վերլուծական առումով փակագծեր, ոչ թե ինֆորմացիոն առումով, բայց Նիկոլ Փաշինյանին պետք է դիմադրել անընդհատ, այսպես
ոչ գրական բառը օգտագործում, ստավկեքը բարձրացնելով, հա, ինչքան իր բռնաճնշումներին դու մեղմ վերաբերվեցիր, փորձեցիր, ասենք, աչք փակել, համակերպվել, ոչինչ, դե եւ այլն, այդքան Նիկոլ Փաշինյանը մինչեւ վարդապետի խազը այդպիսի արտահայտություն կա, իրենք բան են անելու։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ինչի է այսպես լկտի ավտորիտար ռեժիմ հաստատել, որ ոչ մի բանի դեմ կանգ չի առնում, ում ուզենում ձերբակալում են, ում ուզենում, չգիտեմ ինչ են անում, զուտ այն պատճառով, որ հակադարձումը շատ մեղմ է լինում։ Այս մեղմ Նիկոլ Փաշինյանը միայն մի բան է հասկանում, ինքը չի հասկանում պայմանավորվածություն, Ալիևը ո՞նց է շփվում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն Ալիևի քաղաքական ոճը ըստ էության միակ արդյունավետ ինքը դարձել է Ալիևի հայրենակիցը։ Հա, բա ինչի է դարձել Ալիևի հայրենակիցը, որովհետև Ալիևը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ պետք է խոսել հենց այդ լեզվով, ինչ լեզվով հիմա ինքը խոսում է, մահակի ուղակի։ Նույնիսկ հետ չի պայմանավորվում, նույնիսկ ասենք մարդատեղ չի դնում, իմ մոտ այդպիսի տպավորություն է։ Այսինքն Ալիևի ոճը ըստ էության Նիկոլ Փաշինյանին կարգի բերելու միակ տարբերակն է։ Այդպես է ստացվում, հասկանում եք։ Այդ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելուց շփվելուց խերևել է միայն Ալիևը, մեկ էլ բան է, Էրդողանը։ Որտեվ Ալիևը հետևում է այն ասացվածքին, որ շան հետ բանակցի, բայց փայտը ձեռիցդ մի գցիր։ Նիկոլի հետ կարող եք, եւ ես սրա մասին խոսել եմ այն ժամանակ էլ քաղաքական դաշտում շատեր ասում են Նիկոլը միայն Ալիևի եւ Էրդողանի պահանջներն է կատարում կամ ճնշումների, ասում որովհետեւ Էրդողանն ու Ալիևը կոնկրետ Նիկոլին ծեծելու ձևը գիտեն։ Հակառակ կողմում ընդդիմադիր դաշտում կամ այլ երկրներ, հա, մեղմ են վարվում Նիկոլ Փաշինյանը։ Դե որ ասում է արա պետո հայ անասուն, այս դուրը խիչ ես բացել, որ լավ ծեծատու շեֆ չեն, ասում առաջ եկամ լավ չէր բացատրել, հա։ Հիմա տեսեք։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, Ալիև իրան ոնց որ լավ չէր բացատրել, որ ինքը դա պետք է չասի։ Կամ բացատրել էր, ասել էր պրովոկացիա, որ պատերազմ սկսեմ, ասա նման բան։ Եվ Նիկոլին բացատրելով մեզ բացատրեց, որ մենք լավ չենք հասկացել, ինչու ենք վստահում Նիկոլ Փաշինյանին։ Հասարակության մասն խոսք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հասկանում է մի բան, մի լեզու, դա իր նկատմամբ, այսինքն ինքը վախի լեզուն է հասկանում։ Եթե վախենում է որևէ բանից, ուրեմն հիմա ասում են Աննա Հակոբյանին ենթարկվում է, ասում են վախենում է։ Վախը Նիկոլ Փաշինյանի վրա։ Կարող դիմենք Աննա Հակոբյանին, խնդրենք, ասենք, անցնի մեր կողմը Աննա։ Դե Աննա Հակոբյանն էլ նեոբոլշևիկյան է բանի մեջ, կազմի մեջ։ Դժվար է Աննայի օգնությունը ակնկալել այս իրավիճակում, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է ֆիքսենք, որ այո, Նիկոլ Փաշինյանը միայն հասկանում է վախի լեզուն, վախը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ, հա։ Այսինքն ինքը եթե տեսա, որ դուրս է եկել, ասենք 20,000 մարդ, 30,000 մարդ ու պաշտպանում են եկեղեցին։ Վախ ասելով ասենք, որ մենք ֆիզիկական հաշվարկների մասին չենք խոսում, այլ ֆիզիկական հաշվարկները քաղաքական վախի մասին է խոսքը։ Երբ որ ասենք 20,000 մարդ դուրս գա եւ շրջափակի քնչականը կամ չգիտեմ Երևանի փողոցները, կառավարությունը, կոնկրետ պահանջներով, ոչ թե վերացական պահանջներով, կոնկրետ պահանջներով, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը խելքի կասի տղեկ, ոնց որ լավ չէի բացատրում, էլի հասկացա, որ տես չի կարելի անել։ Այլ բարակայում համարել, որ Նիկոլ Փաշինյանը այ կհասկանա, կասի, որ չգիտեմ, այս սխալ եմ արել, կներեք եւ այն, չէ, նման բան չկա։ Նիկոլ Փաշինյանը խաղում է այնքան, որքան թույլ է տալիս մրցակից կամ հակառակորդ թիմը։ Եվ քանի որ մրցակից հակառակորդ թիմը ըստ էության հավաքական եմ ես ասում, հա, այն հականիկոլական դաշտը թույլ է տալիս, Նիկոլ Փաշինյանը խաղում է այդքան։ Տեսեք, ընտրությունների օրինակով, հա, երբ ընտրություններին կազմակերպված գաղափարական այլընտրանքով չէին մասնակցում, Նիկոլ Փաշինյանը բոլոր համայնքներում էլ, չնայած այդ իրավիճակում էլ էր համայնքներ լինում, որ կրվում էին, էլի, բայց մնացած բոլոր առումներով հանգիստ կրում էին, ասում են, տեսեք, ասենք Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն։ Հենց եղավ կազմակերպված դիմադրություն ընտրությունների ընթացքում համայնքներում։ Հիմա վաղաշաբաթն այդ մասին երևի կխոսենք, տեսան, որ սրանք պարտվում են։ Բոլոր հնարավոր միջոցներով կազմակերպում են, որ իրենք ընտրվեն, բայց
պարտվում են վերջի արդյունքում։ Դա ուժի ցուցադրություն է, այստեղ քաղաքական ուժի ցուցադրության մասին է խոսում։ Հիմա նույնը վաղարշապատում, դες վաղարշապատում ինչ է կատարվում։ Ես նշեցի, որ այս ձերբակալությունները նաև դրա նախերկանքն են, որպեսզի այնտեղ ձայն հավաքի ցույց տա, որ հասարակությունը իրեն աջակցում է այս հոգևորության քաղաքականության շրջանակներում, բայց վաղարշապատում, որտեղ մասնակցում է նաև Մայր Հայաստանը եւ ակնկալում է իշխանություն ստանձնել եւ առնվազն ԿՊ-ին իշխանազրկել, այնտեղ նույն սցենարով իշխանությունը գնում է ընտրության։ Վազգենի աղբերը, հա, այն որ մասնագիտության Վազգենի աղբերը, հա, դրա կուսակցությունը կամ այդ շրջանակը, հա, որոնք թուրքական 5-րդ շարասյունի դեր են ստանձնել եւ այդ ԿՊԱ-ականները Երևանում նույն ձևի գնացին, հաջողվեց, հա, իշխանություն գողանալ, փորձը արեցին Գյումրիում խայտարակվեցին։ Այդ նույն սաստավը գնացել էր Գյումրի ընտրությունների էր մասնակցում, Գյումրիում խայտարակվեցին։ Հիմա քանի որ իրենց մոտ ստեղծագործական ճգնաժամը, նույն բան չեն կարող նույն ուրիշ բան մտածել, էլի, նույնիսկ ուրիշ սատելիտ ուժեր չունեն, որ իրենց աջակցեն կամ դրանց հետ պայմանավորվեն, որ ոչ մեկ դարձել են քաղաքական բորոտներ ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյան, որոնց միայն ասենք համարձակվում է կպտել այդ Արամ բանի այդ Սարգսյան, հա, Արամ Սարգսյանի այդ կուսակցությունը։ Դե Արամ Սարգսյանը դարձել է Փաշինյանի քաղաքական սիրուհին։ Դե ասում եմ, ԿՊ-ն ինքը իրանով քաղաքական բորոտ է դարել, որի հետ որևէ մեկը չի ուզում համագործակցել, բացի այդ քաղաքական այդ միավորումներից մի քիչ քաղաքական միավորումն էլ ասել դրանց հետ կապված քաղաքական էսկորտ։ Հա, ու հիմա նույն սցենարով ուզում են վաղարշապատում ընտրությունների գնալ, գրեթե նույն վիճակն է, այսինքն մեծ թվով բաներ են մասնակցում, քաղաքական ուժեր են մասնակցում, ընդդիմությունը մի քանի ճակատով է այնտեղ մասնակցում, ես համոզված եմ, որ այնտեղ լինելու է Գյումրի երկու սցենարը, տարբեր քաղաքական դասավորվածություններով։ Մայր Հայաստանը այստեղ կրկին լուրջ դերակատարություն է ունենալու, շատ լուրջ դերակատարություն է ունենալու եւ ես համարում եմ, որ հաղթանակի հիմնական երաշխիքներից մեկը կարող է լինել ընտրությունների գերքաղաքականացումը, ցույց տալ, որ սրանով իրենք կարող են օրինակ եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները որոշ չափով մեղմել, եթե հական նիկոլական վարքագիծ դրսևորեն, եւ ակտիվությունը, գերակտիվությունը ընտրությունների մասնակցելու դա գալիս է գերքաղաքականացված վիճակից։ Եթե ես վաղաշապատցիներին կոչ եմ անում անպայման գնալ ընտրությունների, քաղաքականացված որոշում կայացնել, Մայր Հայաստանը Գյումրիում ցույց տվեց, որ կարելի է քաղաքականացնել ընտրությունները, չնայած որ միշտ փորձ է անում հատկապես իշխանությունը դրանք դարձնել տնտեսվարի ընտրություններ, այնտեղ տնտեսական ինչ որ կենցաղային խնդիրները, որ պետք է լուծեք։ Չէ, քաղաքական է, ամեն ինչ քաղաքական է, վաղարշապատը գերքաղաքական է եւ ավելի կարեւոր է, քան Գյումրի ընտրությունները, չնայած այնտեղ երկրորդ քաղաքն էր եւ մեր հարգելի վաղարշապատցիները հնարավորինս բարձր մասնակցություն պետք է ցուցաբերեն այդ ընտրություններին, որպեսզի կարողանանք այնտեղ իրավիճակ փոխել։ Մենք տեսանք Նիկոլ Փաշինյանին Շարմ el-Շեյխում։ Գնացել էր մենք տեսանք քաղաքական խայտարակություն Շարմ el-Շեյխում, այդպես կարելի է ասել։ Ինչ անենք, որ ինքը Հայաստանի սահմաններից դուրս չգա, եթեր չգնա, չգիտեմ, որովհետև ամեն անգամ նման ծաղրածուի վիճակում հայտնվել վարչապետի աթոռից հանել ուղղակի, թե չէ այլ տարբերակ չկա, մարդը, ասենք, ինքնաթիռն ունի, փողը կա, այդ բանը կան, այդ ինչ են ասում իրեն հսկողները, թիկնապաները կային, ինչ չգնա, ասենք խայտարակվել, Բորիս ջան, մենք ասում ենք խայտարակություն, չէ՞, իրոք խայտարակություն, այսինքն մարդը գնում է գլուխը եկել է օգոստոսի 8-ից հետո հայ ժողովրդին այսպես բարի լուր է բերել, որ ինքը բերել է խաղաղություն, Թրամպը, ասենք, այնտեղ ճանապարհ խաղաղություն, միլիարդներ, հեսա Թրամպը ամեն օր WhatsApp-ի համար հարցնում են, ինքը ասենց դերասանություններ է անում, գյումրեցիները կասեին մեյմունություն, էլի, որ հա, էլի, ասենք, կամ ունեմ էլի WhatsApp-ը եւ այլն, ու այդ ամեն ինչից հետո, որ ինքը Թրամպի հետ գրեթե ամենօրյա տուրու առի մեջ այդպիսի իմիջ է ստեղծել, գնում է բան, այդ Շարմ el-Շեյխ, Թրամպի առաջ գլուխը կախ ներկայանում է, I am Prime Minister of Armenia, հետո էլ ասում են, do you remember? Չգիտեմ, հետևում ես ամերիկյան լրատվամիջոցներին, թե ոչ, հաճախ հայտնվում են այսպես ժամանցային հաղորդումներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի ջերմ վերաբերմունք ունի Թրամպը իր շանը եւ հաճախ այդ շանը ժամանակ է անցկացնում
իմ մոտ տպավորություն էր, որ Բայց այդպես Տրամպը իր շանը ավելի լուրջ է վերաբերում, քան Նիկոլ Փաշինյանը, քան այն տղուն, որի անունը չելի շուտ։ Ախր Բորիս ջան, բայց ինքը Նիկոլ Փաշինյանը մի հատ պետքա ճանաչի, որ լուրջ, անլուրջ, հոգատար կամ ոչ հոգատար վեր։ Այդ տվեն Տրամպի ուղի է տվել։ Այ այդ մարդը, չգիտեմ ինչ է տվել, բայց գնում է գլուխը կանգնում է մոտը Նիկոլ Փաշինյանը, ներկայանում է ու հարցնում է դու տեղը բերիր հոպար ինձ, մոտավորապես էդ է։ Այսինքն այդ ինքը Հոպարն էլ ասեց, հենց սպասից թե լուրջ մարդիկ են եկել Նեպալից ինչ-որ ղեկավարել։ ու դրանից հետո էլ ասում է Ալիևին ճանաչում է, դա չէ դարձավ Ալիևին, հետո դրանից հետո որ Նիկոլ Փաշինյանը մի հատ ներկայացավ, ասավ հոպար տեղը բերիր, ես եմ, Նիկոլն եմ, վարչապետը, Ենոքավանցի։ Տրամպը տեղը չբերեց, մոտավորապես, հա։ Հետո նստել էին այդ ինչ որ սեղանի շուրջ, հա, հետևը այդ Նիկոլ Ալիև եւ այլն, դարել Ալիևին ասում է քո հայրենակիցն ուր է, այսինքն իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Նիկոլ Փաշինյանը ես այդպիսի ընկալում ունեմ Ադրբեջանական ինչ-որ ռեգիոնի ղեկավարը, ու քաղաքացիական պատերազմ է։ Ալիևի կառավարության անդամ է, ասում է հայրենակիցդ ուր է, հասկանում եք։ Տրամպի համար այդ ասենք իրեն թվացել է ինքը ոչ թե երկու երկրների կոնֆլիկտը հաղթահար, քաղաքացիական պատերազմ։ հա, քաղաքացիական պատերազմը կանխել կամ բաներ խաղաղության Եվ ինքը հասկանում է, որ այդ քաղաքացիական պատերազմում գլխավոր դերը պետության ղեկավարը Ալիևն է, սա էլ ինչ-որ ռեգիոնի ղեկավարը է, որոնց հաշտեցնել հաշտեցնել է, հայրենակիցները կախվերին չեք իրար տալիս էլի, ասենք նորմալ իրար հետ ապրեք։ Ասեց, չէ, ասեց 31 տարի կռիվ կար, ասես 1 ժամ հետո ես ստիպեցի նրան գրկա խառնվեցին։ Այսինքն մտնոլորտ է։ Դրա համար ասում եմ Տրամպը։ Այն որ ասում ենք Տրամպը մոմպահողն է, դա անիմաստ չէր, ապստան գրկա խառնվել են մարդիկ։ Այո, բայց այդ կամերաների դիմաց գրկա խառնվեցին, դա չեմ հիշում։ Չէ, բայց ես հիշում եմ, որ սախացիկներից հեռու են։ Ես հիշում եմ, այսինքն ես նկատել եմ, որ Նիկոլ Փաշինյանը զբաղված է տարբեր հանդիպումների ժամանակ Ալիևի հետ նկարվելով ու Ալիևին կոֆե մատակարարելով։ Իմ մոտ այդպիսի տպավորություն է ձևավորվում, էլի։ Բոլոր նման հանդիպումներում, որտեղ կա Ալիևը, Նիկոլ Փաշինյանը անպայման դրա հետ մի հատ նկար բան անում, հրապարակում է։ Սա ինչ է ցույց տալիս, որ էլի վերադառնանք այն բանին, որ Ալիևի մեթոդը Նիկոլ Փաշինյանի հետ վերաբերվելու շատ լավ աշխատում է։ Այդ մարդը խելքի է գալիս, անում է այն ինչ իրեն ասում են։ Ու միջայլոց Փաշինյանը սուրճի է հրավիրում մարդու, որ իրեն հարբեցող ծաղրածու էր ասում։ Ամենավերջին բառերով էր խոսում։ Իսկ երբ որ մարդավարի ես խոսում հետը, հա չի հասկանում մարդը։ Հա չի հասկանում։ Իմիջայլոց Սա նկատել։ բետոն է լրիվ, այդ կարգին հաղորդման միջի։ Բայց նկատել եք, որ ասենք Փաշինյանը գնում է բոլոր հնարավոր զիջումների, չէ, Ալիևի հետ, ասենք, հեսա պետք է հարց չկային, հայկական միջավայրում ոչ մի զիջում։ Ոչ մի զիջում հայերի։ Բայց Ալիևը կանգ չի առնում, Ալիևը չի ասում, սա բավարար է։ Ու յուրաքանչյուր զիջումից հետո պլանկեն ավելի է բարձրացնում, զիջումը էլի ավելի բարձր։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի վրա լավ ազդում է։ Այսինքն մարդը հասկանում է, որ այս մարդու հետ պետք է զիջելով խոսես, հանգիստ խոսես, թե չէ, ասենք, հետևանքները կարող են տալով պետք է խոսես, բայց ընդդիմադիր, քաղաքական, հասարակական դաշտում մեր մոտ մի քիչ այլ է, հա։ Դե, որովհետև էլ նայ, չէ, նայ։ Փաշինյանը Ալիևին տալիս է, որտեվ Ալիևի հայրենակիցն է։ Իսկ Ալիևի հայրենակիցը բնականաբար հակառակորդ է հայ ժողովրդին, հայ հասարակությանը։ Այդ առումով հիշում ես մենք առաջին եթերից պայմանավորվել ենք տեսանկյունը, որից պետք է նայել Նիկոլ Փաշինյանի գործողությունը։ Տեղն անգ մարդը Տրամպն էլ տեղը գցեց, ասեց Ալիևի հայրենակիցն է։ Այս մարդը Ալիևի հայրենակիցը բնականաբար պետք է կոնֆլիկտի մեջ լինի հայերի հետ։ Ինչ անբնական, ինչ անսովոր բան կա, որ զարմանում ես, կամ զարմանալու տեղ ունեն մեր հեռուստատիտողները, չէ։ Ալիևի հայրենակիցը, գուցե նաև ազգակիցը, խնդիրներ ունի հայերի հետ, նորմալ է։ Այսինքն տենց չպետք է լիներ, կարող է դու մտածում ես, որ տենց չպետք է լինի։ Չէ, մենք ինչպես նշեցի, պայմանավորվել էինք, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունների երբ նայում ես այն տեսանկյունից, որ ինքը սպասարկում է ոչ թե Հայաստանի շահը, այլ կոնկրետ որևէ երկրի հարևան, հա,
ամեն ինչ տեղնակում հասկանալի է, թե քայլը ինչ է արես, ինչ է եկեղեցու մեջ մտել, ինչ է հոգևորականներ ձերբակալում, ինչ է քաղաքական։ Ընդ որում հոգևորականների ձերբակալություն տեղ ունեցավ 3 էլի Փաշազադեն հիշել էր հայ առաքելական սուրբ եկեղեցին թիրախավորում։ Դե ուրեմն ինչ որ WhatsApp-ով մեսեջ ստացել, երևի ասենք։ Իմ մոտ Տրամպի WhatsApp-ը չունի, բայց Փաշազադեինը հաստատ ունի։ Հա, Ալիևինն էլ ինձ թվում է կունենա կամ Ալիևի Ընդ որում ասում են, որ Ալիևի եւ Փաշինյանի WhatsApp-ային հաղորդագրությունները միակողմանի են, այսինքն Նիկոլը պատասխան գրելու ձև չունի։ լայք է դնում։ Չէ, պատասխանը այստեղ գործողություններ ինքը չի կարող պատասխան նամակ գրել։ Հա, բայց Այսինքն Ալիևը ասում է լայք դնել Նիկոլ այդ Վավաևիչ հաղորդագրությունները։ կհարցակվես եկեղեցու վրա, ու Փաշինյանը չունի հնարավոր նամակի կոճակը փակած է իր մոտ։ Որին գրի Ալիև ջան կլինի մի քիչ ձգենք էլի հարմար չի բան ինքը Ալիևը սմախբեր կլինի առավոտ հելնում եմ մտնում եմ եթեր պիտի տենա որ հայկական եկեղեցիները հարձակման են ենթարկվում Իմիջայլոց Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքականության հետ կապված երբ մենք իրեն թուրք ենք ասում ինքը ասես չէ չի վերաբերում ասենք ժողովուրդը շատ է տարածված չէ թուրքեր իմիջայլոց դա իր համար վիրավորանք չի նույնիսկ գովեստ է որովհետև տեսեք եթե իրեն թուրք ես ասում որպես թուրք հայրենասեր թուրք է Փաշինյանը հա եթե Թուրքիայի շահերի որպես թուրք այդ տղեն հայրենասեր թուրք է թե չէ որպես վիրավորանք որպես իրեն ընդունում են հայ ասում են թուրք եղբայր դու իրեն բան ես անում մեծարում ես որովհետև թուրքը իր պետականության հետ նման վերաբերմունք չեր ունենա ինչ ունի ինքը այստեղ, հա, հայկական պետականության նկատմամբ տեսեք, ասենք Թուրքիան 600 տարի, 700 տարի պետականություն են պահպանում, անլայնվում են, էքսպանսիոն քաղաքականություն զարգացնում են տնտեսությունը թուրքերը պետականության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեն։ Երբ Նիկոլ Փաշինյանի մենք համարելով հայ իրեն թուրք ենք, որպես վիրավորանք ասում, դա ինձ թվում է կոմպլիմենտ է ավելի շատ։ Հետևաբար պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում ինքը լավ չեմ ուզում այդ բառը օգտագործեմ, բայց ամեն դեպքում ինքը ոչ թուրք է, ոչ հայ է գաղափարական տեսանկյունից, բիոլոգիական չգիտեմ ինչ է, բայց գաղափարական տեսանկյունից ինքը աշխարհաքաղաքական տարածաշրջանային յեթին որբ է ուրիշ ոչ մի բան ըստ էության, էլի, ու անում է այն մարդկանց կամ այն քաղաքական կենտրոնների ասածները, որոնց ուժը իր վրա պատում է։ Որոնցից վախենում։ Այդքան բան։ Չէ, այնպես չի որ Նիկոլը եսի ինչա ուժը չի պատում, վախ ունի այդ մարդը։ Առաջնորդումա վախով է։ Դե չափում է, չէ, այս սրանից պետք է ավելի շատ վախենամ, թե նրանից, ով ավելի շուտ, ասենք ինձ ավելի շատ բան վնաս կտա, այդ դրանն էլ բան անեմ, էլի պայմանները ասեմ, օքեյ, էլ խնդիր չկա։ Իմիջայլոց այդ պայմաններ բավարարելու հետ կապված։ Ալիևը 21 թվականի սեպտեմբերից, չէ, ասում է, որ այդ տղա սահմանադրությունը պետքա փոխես։ Սկզբից դիմադրեցին, չէ, ասեցին, չէ, բան, ինչ սահմանադրություն, հետո հելավ ասես ցլերը, բան, կարմիր շորերը եւ այլն, պետքա փոխենք, ես ինչ եք ասում են Ալիևի պահանջն, ասում չէ, Ալիևի պահանջ չի։ Մեր մտածածն է, էլի։ Ու որոշ ժամանակ սկսեցին այդ սահմանադրությունը փոխելու քարոզը, հետո ասեցին խաղաղության պայմանագրի այդ իբր պայմանագրի, այնտեղ պայմանագիր էլ չկա, նախաստորագրած թղթի կտորներ են, էլի, ըստ էության անհասկանալի է դա, կյանքի կկոչվի, չի կոչվի, դա վերջը հանգեցնելու է պատերազմի խայտարակության, ինչի է, պարզ չի։ Հիմա պարզվում է, ասում էինք, որ այդ ինչ որ գրված է, դա այդ չի, էլի կա նաև այլ պահանջներ, որոնցից մեկը օրինակ այդ սահմանադրությունը փոխելն է, մյուսը 300,000 ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելն է, ու այդպես կարելի է շարունակել։ Ասում են, չէ, այդպես բան չկա, ինչ գրած է դա։ Այն որ Արարատ Միրզոյանը մի հատ եվրո չինովնիկի, որոնց իմիջայլոց նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր եվրո յոնջաներ, հիշում ես։ Այդ եվրո չինովնիկի, չեմ էլ հիշում, չգիտեմ էլ ով է, էլի, հա, այդ մամուլի ասուլիսի ժամանակ ասում է Ադրբեջանը նախապայմանադրել սահմանադրությունը փոխելու, մենք էլ չենք համաձայնվում։ Հələ տեսեք, էլի, ինքը ասում է մենք չենք համաձայնվում։ Դե սեպետոյի վիճակն է։ Չէ, բայց զուգահեռ փոխում են սահմանադրություն, արա ասում ես Ալիևի պահանջով եք փոխում սահմանադրությունը, էլի, ասում են չէ, դա մեր ներքին մտածածն է, մենք ենք փոխում։ Այսինքն հասկանում եք, այս մանիպուլյացիան, այս այլասերվածությունը։ Ալիևը ասում է փոխեք, իրենք փոխում են, ասում են Ալիևի պահանջով չէ, մենք ենք մտածել։ Եվ Ալիևը ընդհանրապես իրավունք չունի պահանջ տալու սահմանադրություն փոխելու։ Նույնը վերաբերվում է Վաղարշապատի
ընտրություններում ԿՊ-ի տեխնացուին այդ արգիշտի Հա, մեխակյան որը վերջերս հարցազրույց տվեց հայրը զոհված է, ասում են պատերազմին է մասնակցել, հա։ այ ասում եմ վաստակ ունի Արցախյան Նու ասում պատերազմը։ են, բայց ինքը ինչ ասեց, որ իր հայրը երբ որ պատերազմից եկել է, իր պապին ասել է, որ հողերը պիտի տան։ Ինքան տարեկաներվա Դա լսել։ այդ պապն է պատմել, տենց իրիկուններ որ քնացրել է, հեքիաթի փոխարեն պատմել է, Հա։ որ իր հայրը կտակել է, որ հողերը պիտի տան։ Այստեղ ասում ես, լավ, եթե այդքան լավ որդի էր, բա 18-ից առաջ հենց գիտակցական մակարդակի հասար, սկսեիր հողերը տալու շարժը։ 18-ից առաջ ինչ Չէ, հողերը պաշտոններ ազբաղեցրել, չէ, եթե չեմ սխալվում։ Հողերը տալու շարժում սկսեիր, ասել, որ հայրդ ասել է, որ հողերը պետք է տան։ Հա ու ինչա օրինակ ինքը հայոյել է Նիկոլ Փաշինյանին, երբ ասել է Արցախ Հայաստանը եւ վերջ։ Ես մտածում եմ, որ այդտեղ են, որ հերը իրեն այտենց բաներ կամ պապ իրեն այտենց բաներ է պատմել ու ինքը Պապը հոր ասածներն է ասում։ որ ինքը համոզված է, որ իրոք այդպես է։ Ընդհանրապես ասում է հայրը գնացել էր Ջաբրայելը ջրականը ազատագրելու, որ տան։ Ահա։ Հենց եկել է, ասել է պետք է Ահա, տան։ այդ դեպքում ես ուզում եմ հասկանալ, այդտեղ են անունը ինչ Մեխակ արգիշտի մեխակի։ Արգիշտի մեխակ, արգիշտիների նկատմամբ միջել սերունի, չէ Նիկոլ Փաշինյանը։ Մի լավ արգիշտի կա, այդ արդեն մեր արգիշտին է։ Հա, ճիշտ է, ասում է բացառությունները ընդգծում են օրինաչափությունները։ Իմիջիալոց, երբ որ Նիկոլ Փաշինյանն հայրենասիրական վախտել են, աղջիկ վախտել է, էլի հայրենասիրական, որ ասում էր Արցախ Հայաստանի եւ վերջ, չգիտեմ, Արցախ, չգիտեմ ինչ, Հայաստան, Տիգրան Մեծ չէ քարոզում, բանի հետ Ալիև հետ պատերազմից առաջ վերջի հանդիպման ժամանակ հելել ասել այդ տղա այս ինչ ես խոսում, ասենք հերս մասնակցել է Ջաբրայելի պատերազմին, որ տան, դու այս ինչ այլանդակ բաներ ես խոսում, այս ինչ այլանդակ հայրենասիրություն է, այդ Արգիշտի Մեխակյանը նման քննադատություն հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը։ Նաեւ կա, չէ, այդ Մեխակյանը երևի թե ինչ-որ մեդալներ էլ ստացել։ Հա պետքա դրանք ինչ Պետքա Արգիշտին տանի հանձնի, ասի կամ չգիտեմ դիմի քնչական կոմիտեին հետմահու քրեական գործ հարուցեն հորդեմ, որպես այն հողերը որ պետք է տային, որ գնացի ազատագրել է։ Հայ Միչայլոց օրինակ կարող է ասենք հետմահու դատեն խորը այն բանի համար հիմա Միչայլոց Ալիևը Որտու ցուցմունքի իման վրա։ Այո, Միչայլոց Ալիևը հիմա նման գործընթաց ինձ թվում է կարող է նախաձեռնել, հա, ասենք Ադրբեջանի հողերի նկատմամբ ագրեսիա, terrorism եւ այլն, որ այնտեղ մտել են, գրավել են եւ այլն։ Օրինակ կարող է մի օր էլ Ալիևը պահանջի հետմահու բոլորին դատել եղածներին, կենթանիներին, նաև ովքեր մասնակցել են Արցախյան առաջի պատերազմին դատել։ Ինչ վերաբերմունք է կենթանիներից ամենահայտնին Ստյոպա Սաֆարյանն է, դժվար դրան դատել։ Որպես ազատամարտիկ, թե զոհված ազատամարտիկ։ Հա, մասնակցած կլինի ոնց էլ չէ Շուշիի ազատագրմանը։ Երբ իր հայրենի գյուղի վրա հարձակվում էին ադրբեջանցիները, փախել էր այստեղ Վանոյի մոտ պիսր էր աշխատում։ Հերոսական ըստ ԿՊԱ-ական տրամաբանության հերոսական քայլ է։ Տեսագրություն ունեցել է։ Հա, բայ բոլորն են, ասենք եթե ԿՊ-ն կարա ապրիլյան պատերազմին մասնակցի մայիսին, ինքն էլ կարա Վանոյի գրասենյակում տավուշը հա, պաշտպանել։ բա, ասենք ինչ էական տեղ տարբերություն ես չեմ տեսնում, էլի որևէ տարբերություն հերոսության մասին ԿՊ-ում եղած պատկերացումների շրջանակներում։ Դերենիկ, ինձ թվում է օրելը սխալ ժամանակ է ծնվել։ Չէ, օրելը դասական գործ է։ Չէ, ինձ թվում է այդ գործը կհարստանար։ Ես արդեն սկսում եմ նկատել, որ անաստանֆերման չի համապատասխան, այսինքն անաստանֆերմայի ֆանտազիան այդքան ուժեղ չի, ոնց որ սրանցը։ Այսինքն անաստանֆերման մի քիչ պիտի մոդիֆիկացվի։ Օրինակ, Բորիս, համաձայն եմ, այս այլանդակությունը։ Չէ, որտեվ անկեղծ խոզերը սենց այլանդակություններ չեն անում։ Մենք Հայաստանում շատ են խոսել այդ անաստանֆերմայից 1984-ից, հա, բայց հատկապես անաստանֆերման պիտի մոդիֆիկացվի, որովհետև սենց անասուններ օրելի ստեղծագործել մեջ չի եղել։ Իմիջայլոց ես համաձայն եմ, ես միշտ ասում եմ, այլանդակ ավտորիտար ռեժիմ, այլանդակ ինքը sense բաներ անում, չէ, ինչ որ սերտիկներ անում, ու ասենք 5 հոգևորական ձերբակալում են։ Գրիմիչոր այլանդակությունա տեղ ունենում իր իրավապահների կողմից։ Սա իրոք ասենք այլասերվածության գերադրական աշճանն է, բայց ուշադիր եղեք, որ մյուս երկրներում, որտեղ Փաշինյանատիպ նույն վիճակն է։ Օրինակ Զելենսկին, ձեզ թվում է Զելենսկի սրանից տարբերվում է, Զելենսկին էլ ջան Ֆրանսիան, Մակրոնը։
այդ պոպուլիստական բաներ Չէ, բանը գալիս է անդիմության տեխնացու, որը կարող է հաղթել, ասում են դու ընտրության չես կարող մասնակցել, որովհետև ընդ ինչ-որ բաներ են գտել։ նույն բանը արել Ռումինիայում Մոլդովայում մարդը հաղթում է, ասում են կներես, մենք այդ ռուսական հետ քենք տեսնում։ Մոլդովայում ներսում Մոլդովայում բնակվող մոլդովացիների մեջ սանդուն պարտվում է, չէ՞։ Իտալիայում ապրող մոլդովացիները շատ գոհ են սանդուից։ Դրա համար են գնացել Իտալիա, արտագաղթել։ Ընդ որում, այնքան այլանդակության վարպետներ են, այսինքն այնքան թքած ունեն հասարակական կարծիքի վրա, որտեղ իրենց ձեռքն է ինչպես բեջարել այդ կարծիքը։ Այսինքն 500,000 մոլդովացի ունեցող Ռուսաստանի Դաշնությունում, Մոլդովայի քաղաքացի ունեցող Ռուսաստանի Դաշնությունում բացում են 2 ընտրատեղամաս, Եվրոպայում, որտեղ 500,000 էլ չկա մոլդովացիների թիվը, բացում են գրեթե 200 ընտրատեղամաս։ Այսինքն սա նշանակում է, որ այդ փառապանց Եվրոպան, որին մենք համարում էինք ժամանակին սխալմամբ, ես նշեմ, էլի, սխալմամբ համարում էինք հեղինակություն, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների հարգման եւ այլ առումով, հիմա ցույց տվեց, որ ինքը քաղաքական, մենք մեր մաշկի վրա զգացինք, որ քաղաքական շահերի համար եվրոպացիները ամենաբարձր էֆելյան աշտարակից թքած ունեն մարդու իրավունքների էլ, ժողովրդավարության էլ, ու մնացած նմանատիպ լղոզված լոզունգների վրա իրենք թքած ունեն Հայաստանի շահերի վրա, իրենք քարտ բլանշ են տվել այն մարդկանց, ովքեր իրենց տեսանկյունով պաշտպանում են իրենց կամ իրենց դաշնակիցների շահերը։ Օրինակ, եթե իրենք համարում են Թուրքիային դաշնակից կամ կարևոր երկիր կամ Ադրբեջանին, իմիջիայլոց այդ ֆոն դեր Լայն անունով Եվրոպայի շահեր վաճառող կա, հա, Թրամփի այդ պայմանագիրը դրա վառ օրինակն է։ Ադրբեջանի նախագահ բռնապետ Իլհամ Ալիևին համարում էր կարևորագույն գործընկեր։ Եթե իրենք համարում են կարևորագույն գործընկեր, ապա Նիկոլի նման մեկին կարող են այստեղ պաշտպանել, որ իրենց կարևորագույն ընկերոջը բավարարի։ Մի կարևոր դրվագ Շարմ Շեյխից եւ ամփոփենք այսօրվա եթերը։ Հայաստանի հասարակության մի զգալի մասը կարծում է, թե իր անվտանգությունը կարող է ապահովել Ֆրանսիան։ Շարմ Շեյխում Ֆրանսիայի հանրապետության ղեկավարի վրա մատեր թարք տալի Ալիևը։ Անձնական զրույցի ժամանակ կադրերը ֆիքսել էին։ Եվ սա խոսում է այդ նույն Ալիևից ինքը մեզ պաշտպանելու է։ Հազարավոր կիլոմետր հեռու գտնվելով։ Եվ սա լավագույնս ցույց է տալիս այն մոլորությունները, որի մեջ գտնվում է մեր հասարակությունը, որտեղ իրենք Ֆրանսիան ավելի մոտ են համարում, քան Թուրքիան, Ադրբեջանը ֆիզիկական քարտեզի իմաստով, ֆիզիկական իմաստով, տարածքային ռեգիոնալ իմաստով, կամ մերձավոր արևելքը համարում են մեզից շատ հեռու, այ Եվրոպան, արա դե մենք եվրոպացի ենք, էլի։ Ինչո՞վ։ Դե օրինակ եվրոպական շատ երկրներում նկատվում է ինցեստի ակտիվություն։ Դա որ ընտանիքի անդամները իրար հետ սեռական կապի մեջ են մտնում։ Մենք այստեղ հայտնի Սորոսական ունենք, որը ըստ իր մոր ցուցմունքի, մոր նկատմամբ սեռական ոտնձգություններ է իրագործել։ Հիմա արդյոք մենք եվրոպացի ենք, դեպք էլ կա, ուրիշ, բայց լավ։ Էլի հարսի մասին է խոսքը։ Տերում ես ինչքան մոտ ենք Եվրոպային։ Բաց այդ նաև այդ ուրախ տրամադրություն ստեղծող կանաչների նկատմամբ լեգալիզացիան, որի մասին իրենք է, այսինքն սրանք Եվրոպան հասկանում են, սրանք տգետ են, անգրագետ, կյանքի մեջ, ասենք, ամենաերկար բանը, որ կարդացել են երևի եղել է ռեստորանի մենյուն, դրա համար իրենք եվրոպական իրական արժեքների մասին ընդհանրապես տեղյակ չեն, ֆունդամենտալ գործերը եվրոպական իրական արժեքներ չեն մնացել Եվրոպայում։ Չէ, ես թեորիան եմ ասում։ Հա, թեորիապես։ Հիմա, այսինքն, հասկանում եմ, թեորիան համամարտկային է։ Քեզ ոչ մեկ չի խանգարում, որ դու առանց պլետի, եթե ուզում ես իրականում նորմալ երկիր կառուցել, վերցնել այդ ֆունդամենտալ տեսությունները, դրանք ժամանակակից իրողությունների հետ համադրելով սարքել նորմալ պետություն։ Դրա համար ոչ պետք է մտնես Եվրամիություն, ոչ կզես այս ֆոն դեր Լայնի առաջ, հետո գնաս վազես կզես Մակրոնի առաջ, հետո չգիտեմ ինչ անես, փող այստեղ ողորմություն խնդրես եւ այլն։ Կարող ես ուղղակի նորմալ պետություն կառուցել։ Բայց քանի որ Եվրոպան, ինչպես նշեցինք, վաղուց հեռացել
դուրսել այդ արժեքներից, իրենց դրոշակը դարձել է այդ, չգիտեմ, գենդերային եսի մինչերը, ասենք 28 հատ գենդեր մտածելը, այդ ուրախ խոտեր ծխելն ու չգիտեմ ինչ բաներ Եվրոպայի եւ այսօրվա Եվրոպայի եւ այսօրվա Հայաստանի լավագույն կարգախոսը ասեց Թաթա Սիմոնյանը։ քեֆ են անում, հորը սարև լավ են անում։ Էսա Այսինքն իրականում ուրախ տրամադրությամբ։ Սա ես կարծում ԿՊ պիտի 26 թվականին նախընտրական կարգախոս ընտրի։ Բորիս ջան ինքը էձևել անում է։ Չէ, իհարկե ձևան, բայց կարգախոսը պիտի པարզ լինի, ասենք քեֆ ենք անում, հորս արեմ, ես կարծում եմ, որ մի 3% ավել ձեն կա հավաքել այդ կարգախոսը։ Հələ տեսեք, իմիջիայլոց այդ քեֆի հետ կապված, հա։ Դրանից մեկ օր առաջ ընդամենը Երևանը էկոլոգիական աղետի մեջ էր։ Նուբարաշենի աղբավայրը այրվում էր, թունավոր ծուխը լցվել էր ամբողջ Երևանում, ասենք ցույց է տալիս Ավինյան Տիգրանի ու Նիկոլ Փաշինյանի ապաշնոր կառավարման այդ վիճակը, իրենք երկրորդ օրը բան են անում, քեֆ են անում, այդ ամեն ինչի մասին բոլորը մոռանում են, այսինքն դու տեսար կենտրոնում ինչ ծուխ էր նստած։ Ոչ համերգի օրը, տեսար։ Դե դա ուրիշ բանի ծուխ է։ Բայց դուք այստեղ չեք հասկանում, թե այս մարդիկ իրականում ինչքան մտածում են պետական բյուջեի մասին։ Հա, եթե Երևանը Նուբարաշենի աղբավայրը չվարվեր, այդ համերգի ժամանակ արհեստական ծուխ պիտի փչեին, չէ՞։ Իսկ դա փողը ավելյալ, ծառայությունը։ Իրանք Նուբարաշենի աղբավայրը վառել են, ծուխը եկել լցվել էր կենտրոն, մարախուղի տպավորություն էր ստեղծել։ Սա իրականում բյուջեի խնայման շատ կարևոր ու հետո, ասենք Նիկոլ Փաշինյանը սրտիկները հաղում Տիգրան Ավինյանին, շնորհակալություն է հայտնում քեֆ Թաթայի մենահամեր կազմակերպելու համար։ Այս ամեն ինչն է, ինչ պետք է իմանալ ԿՊԱ-ականների կողմից Երևանը կառավարելու, պետությունը կառավարելու մասին։ Այդքան բան։ Բայց ցավն այն է, որ դեռևս կա սրանք թամադաների մաֆիա են, գիտես, հիմնական գործը թողել են, հիմա արդեն եկել են պետական կառավարման իրենք միջինից ցածր պրոդյուսերների կամ հարսնիկ կազմակերպողի թամադաների վիճակը, ասենք այս վերջերսեն ինչով ֆեստիվալներ են կազմակերպում, ինչով փառատոններ են կազմակերպում, այսինքն փող անկել ձեռը, իրենց երևակայությունը մենակ այդքան է հերիքում, որ կարելի է մի հատ համեր կազմակերպել, մի հատ չգիտեմ ինչ կազմակերպել, բայց դա էլ նաև քաղաքականության բանի մեջ է, որ երևակայությունը այնքան է բավարարում, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպում են պետության հաշվին, Տոմսերի փողը վերցնում են մասնավոր, հա։ Ոտի վրա, ասենք 5-6 միլիոն դոլար փող աշխատեց։ Համ փող ուտելու տեղը, համ ժողովրդին տեսարանով ապահովելու պահը, որովհետև եթե չես կարողանում հացով ապահովել, պետք է ապահովես տեսարաններով։ Հիմա սրանք չեն կարողանում ոչ հացով, ոչ անվտանգությամբ ապահովելու, ասում է ժողովուրդ ջան, տժացեք ախպեր։ Ինչ ա եղել, տժացեք։ Ու շատ շատերը ցավով եմ նշում, որ ոչ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը Շարլ Շեյխում խայտարակվել է ըստ էության, դա մեր խայտարակությունն է, որովհետև Բոսնիայից որ նայում ես Հայաստանի վարչապետին, չեն ասում դա Նիկոլն է, որ ասենք Հայաստանում մեծ մասը ասենք զզվում են, ասում են դե հայերի վարչապետն է, էլի, հասկանում ես, դա ինձ է գալիս, քեզ է գալիս, մնացածին է գալիս, ոչ այդ են հասկանում, իրենք համարում են, մեկը գրում է, մեկնաբանություն է գրում, ասում է Ադե դու էլ Թրամփի տարիքին հասնես, այտենց մարդկանց տեղը չես բերի։ Ու այդ մարդը գրում է ակնկալիք ունենալով, որ Թրամփը կապահովի իր անվտանգությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, Հայաստանի ոնց է տեղը բերելու, որ անվտանգություն ապահովի։ Փաշինյանը գելխեղտ է։ Գելխեղտ։ Դե 21-ին գելխեղտ էր, չէ։ Այդ չեմ, Չակուջեր չէ, Չակուջ չէ, բայց գելխեղտ էր, ինչ որ պայծ սկսել էր։ Ես Չակուջի կարգավիճակում եմ իրեն հիշում, էլի։ Որովհետև եթե իմանար գելխեղտ է, Տրամփը շներից սիրում է։ Գուցե չէ, ես իրեն Չակուջ եմ հիշում, կարող է Չակուջից էլ զզում է Տրամփը, կարող է, ես եմ։ Այդքան։ Շնորհակալ եմ Դերենիկ հետաքրքիր զրույցի համար, այո, դժվար թեմաներ են, բայց մի փոքր պիտի թեթև քննարկել, որովհետև եթե մենք այս Փաշինյանի տրամադրությամբ քաղաքական process-ները մեկնաբանենք, երբ խելագարուց են կասնենք, որովհետև հոգեբույժ պետք է դառնա։ Այո, այս ամեն ինչը ուղղակի հանգիստ վերլուծել հնարավոր չի, մեր երկիրը հայտնվել է այսպես դժբախտություններով շղթայված է եւ Նիկոլ Փաշինյանը որևէ լավ տեղ չի տանում։ Ժողովուրդը թող լավ իմանա եւ կարծում շատերը հասկացել են, որ Փաշինյանի բերածը խաղաղություն չէ։ Փաշինյանի բերածը
ժամանակավոր հրադադար է կամ մեծ պատերազմից առաջ կամ շատ ցավոտ զիջումներից առաջ։ Իմիջայլոց 18 թվին որ եկավ այդ Դուշանբեի լիֆտի մեջ որ իրար չգիտեմ ինչ էին անում։ Դրանից հետո մի տարի չկրակեցին, հիշում եք։ Չէին կրակում, ասում են խաղաղություն, հեղափոխությունը, փաստորեն խաղաղությունը։ 18 թվից թուլությունն էր Ալիևի նկատմամբ։ Հա բա։ Ինչ փոքր տարածք բռնում, մտնում էին Իրար հետ լիֆտի մեջ առանձնացան, չէ։ Ահա, այդ առանձնանալուց հետո ասեցին։ Ալիևը դրան պատվալել տարածքը։ Այդ չգիտեմ։ Մենք հիմա տեսնողներ, ականատեսները կարող են միայն փաստել, բայց ասում չէին կրակում, չէ, ժողովուրդը հեղափոխությունը, խաղաղությունը, դա ինչի հանգեցա 5000 զոհ։ Այո, իդեպ 5000 թիվը ասցիր Ալեն Սիմոնյան ասում է սրիկային բոլոր նրանք ովքեր ասում են։ Բայց Ալեն Սիմոնյանին ոնց կարելի է լուրջ վերաբերվել, հասկանում եք։ Ալեն Սիմոնյանին չի կարելի լուրջ վերաբերվել։ Ալեն Սիմոնյանին ավելի լավ է փող գծվենք eBay-ից ինչ-որ բան պատվիրենք։ Ալեն Սիմոնյանին կարելի է քննարկել այն բանի պատճառով, որ ինքը նստած է ազգային ժողովի աթոռին։ Այդ աթոռը Աթոռն են քննարկում։ Աթոռը կարան քննարկենք, բայց Ալեն Սիմոնյանին չի կարելի լուրջ քննարկել։ Մարդիկ զոհերի ամբողջական ցուցակ չեն հրապարակել, ասում ով որ թվին չի հավատում մեր ասած ՄՄԶ ՊՊԶ, ասում եք ստերիկաներ, անունները ամբողջական հրապարակեք, թող ամեն ծնող տեսնի իր որդին կա այդ անվանը ցուցակում, թե չէ։ Սիմոնյան Ալենը թող ելնի, ասի այն բարի լուրը, այն լավ լուրը։ Սիմոնյան Ալենը թողելի տենանք տակի ինչ կա։ Հա, որ բարի լուր ասի։ Բա պատերազմի ժամանակ գրում էր, ասենք, բարի լուր ունեմ, լավ լուր ունեմ Լավ, հայտնելու։ հա։ Ուր է այդ լավ լուրը։ Բայց ավելավա թող կանգնի տենանք տակի ինչ կա։ eBay-ում ինչ նորություններ են հայտնվում։ Շնորհակալ եմ Դերենիկ, ես շեստեմ դուրսում եի քաղաքագետ Դերենիկ Մալխասյանից, տեսություն կհանդիպենք։